Մենք այսօր կրկնություն ենք կատարելու ֆունկցիա թեմայի շրջանակում մենք ձեր հետ կրկնելու ենք դիագրամներ, կոորդինատային հատկություն և գրաֆիկներ թեման։ Միասին կատարելու ենք էլեկտրոնային դաս, միասին խմբային դաս ենք անելու և միևնույն ժամանակ ձեր հեռախոսներով QR կոդեր ենք բացելու ու թեստային աշխատանք ենք կատարելու։ Սկսենք առաջի մասը, որտեղ մենք հիստոգրամներով ցույց կտանք տվյալները մեր։ Ով է ուզում կարդալ առաջի խնդիրը։ Կարդալ։ Տարեկան դպրոցի տնօրենը խնդրել է ուսուցիչներին հայտնել անցյալ շաբաթվա բացակայ աշակերտների քանակը։ Կառուցի ուսումնական դիագրամ, որը ցույց կտա թե ամեն դասանից քանի աշակերտ են բացակայել։ Ահա, տվյալները ձեր մոտ գրեք, որովհետև բարձրացրեցի էկրանը չի երևանում։ Առաջին դասարան, առաջին 15 աշակերտ է բացակայ, երկրորդ դասարան 25 աշակերտ, երրորդ դասարան 5 աշակերտ, չորրորդ դասարան 10 աշակերտ, հինգերորդ դասարան 10 աշակերտ։ Գրացեցիք տվյալները։ Եթե այո, բարձրանանք, կառուցենք տվյալները դիագրամով։ Ով է ուզում գալ առաջի տվյալները մուտք էկրանի վրա չէ, այդտեղ համատարչում աշխատի։ Առաջին դասարանը քանի հոգի է։ 15։ 15, մյուսը, արի դու գնա, Վաչե ջան։ Արա, միայն արա, որ հասնենք ամբողջ աշխատանքը կատարենք։ Երկրորդ դասարանը քանի հոգի է։ 25 հոգի։ Ուրեմն ճիշտ է։ Արի դու։ Երրորդ դասարանը 5 աշակերտ։ Երրորդ դասարանը 5 աշակերտ։ Յուրաքանչյուր եկող թողի դասարանի քանակությունը նշի։ 5։ Արի դու։ Չորրորդ դասարանը 10 աշակերտ։ Արի նշի։ 5-րդ դասարան։ 5-րդ դասարանը 10 աշակերտ։ 10 աշակերտ 5-րդ դասարան ու ստուգեք, տեսնենք։ Ստուգի, տեսնենք, այո, ճիշտ ենք, հաջորդ հարցը տեսնենք ինչ է պահանջում մեզնից։ Իջնենք ներքև, կարդա, ով է ուզում կարդալ։ Կարդա։ Ստորը երրորդ ամսակը ցույց է տալիս թե գիշերը Ստիվը ասանուտակով տեսել տարբեր մոլորակներ։ Ահա, տվյալները գրեք։ Ստիվը տեսել է մաց մոլորակը 14 գիշեր, Մերկուրի 22 գիշեր, Յուպիտեր 8 գիշեր, Վեներա 26 գիշեր։ Տվյալները գրեցի, պահանջում է, որ դիագրամն է խելամիտ, որ նշված է ներքևի պատկերում արյալ է բացի, տեսնենք ու քննարկենք առաջի դիագրամը, տեսնենք նորմալ է, երկրորդը նորմալ է, թե երրորդն է նորմալ։ Կանգնի այստեղ Մարս տվյալները գրել էիք Մերկուրի, Յուպիտեր, Վեներա գիշերների քանակը 2, 4, 6, 8, 10, 12, 10 ինչի չի հարմարվում նորմալ։ Ասա տեսնեմ, Նարինե ջան։ Որովհետև Վեներան 26 գիշեր էր։ Այսինքն Չի բավարարում։ չի բավարարում օրերի քանակը, գիշերների քանակը։ Գնացինք հաջորդ դիագրամը տեսնենք։ Ինչ կարող եք խոսել այս դիագրամի մասին։ Կարելի է օգտագործել մեր տվյալների համար, թե ոչ։ Ասա, Կարելի է։ ինչի համար է դա։ Բավարարում են բոլորը, բայց ոչ չեք բավարարում։ Ասա տեսնեմ, ինչ է։ Որովհետև Մերկուրը 22 է, այստեղ 22 կա։ Տեսնենք, միգուցե ներքևը փոխենք, առայժմ ասում է բավարարում է, որովհետև բոլոր գիշերների քանակը հերիքում է։ Ուրիշ բաներ տեսնենք, եթե ներքևինը հիմա ամենահարմարը ո՞րն է։ Երկրորդը։ Նշենք երկրորդը, Ավեր ջան, տեսնենք։ Ճիշտ ենք մենք նշի։ Այո, ճիշտ է։ Հաջորդ աշխատանքը նայենք, վերև չի արվել։ Կարծեմ տեսնենք սա ինչ է։ Ով է կարծում խնդիրը, ինչ պահանջեր ներկայացնում, ուրիշ կարծում, կարծում։ Երրորդը կազմեն տավիստակ և շնակային դիագրամ, որը ցույց տա, թե յուրաքանչյուր տեսակի ավտոմեքենայից քանիսն են եղել իր սուպերմարկետի կայանատեղում։ Տվյալները գրում են Բեռնատար, ավտոմեքենայի տեսակը Բեռնատար 25 հատ, միկրոավտոբուս 5 հատ, մարդատար մեքենա 40 հատ, սպորտային մեքենա 10 հատ, նշեք շնակային դիագրամի յուրաքանչյուր սյունը սեղմիր պատկերի վրա բոլոր կետերի պատասխան ընտրելու համար։ Ով է գալիս, արի։ Դայի ո՞րն ես ընտրում։ Բեռնատարը։ Ինչի համար։ Բեռնատարը քանի հատ է։ 25 Նշիր։
Ես ճիշտ ասած չեմ հիշում, վստահում եմ։ Հաջորդը, որովհետև մոտ տվյալ չկա, այլ տղաճա։ Հաջորդը տեսնենք ավտոբուսը, միկրոավտոբուս է, թե ավտոբուս է։ Միկրոավտոբուսը 5 հատ։ Վստահում եմ, արի դու Մոտակար 40 հատ։ նշիր։ Հաջորդը որ տեսածներ, արի դու սպորտայինը, քանի հատ արագացրու, սպորտայինը 10 հատ։ Ստուգենք, ապրեք շատ, այսքանը բավական է դիագրամները կրկնելու համար, հիմա անցնենք խմբային աշխատանքի։ Էկրանի վրա տեսնում եք դուք կոորդինատներ, որը պատկերելով ձեր կոորդինատային հարթության վրա, որը նախորդ ես ասել էի գծենք պետք, չէ՞։ Կոորդինատային հարթության վրա դուք կստանաք կենթանի, թե ինչ կենթանի կստանաք, ես է չգիտեմ ճիշտ ասած, ձեր աչքի առաջ միամիտ բացեցիք, ճիշտ է, սա։ Ինձ թվում է սա աչքներ կամ չգիտեմ, ամեն դեպքում առանձնացված է, սա ընտողի շարունակությունն է, կատարում եք Ա կետի կոորդինատների պատկերումը գրաֆիկորեն։ Հիմա եթե դու գրաֆիկը ստանաք, մենք կտեսնենք ինչ կոորդինատ, ինչ տեսք ունի այդ կենթանի։ Երկրորդ աշխատանքը դա է, չէ՞ դասի սկզբին ներկայացել, որ պետք է գրաֆիկ ստեղծենք։ Հիմա ստեղծում ենք գրաֆիկը։ Աշխատում ենք խմբերով, ահա, ու տեսնենք, ով առաջինը շուտ կանի։ Պատկերը ավելի շուտ կստացվի։ Ասա, ինչ հարկում է աշխատել։ Ուշադիր հետևում եք մեկը մյուսի աշխատանքի, որպեսզի թերությունները շտկեք կենթանին ստանաք։ Շատ արագ, 5 րոպե ընթացքում ինձ թվում է, որ կոորդինատային հարթություն ունենաք, կարող եք պատկերը ստանալ։ 5 minut 10 rupi, 2 minut 10 rupi. Վերջացած աշխատանք, որ խմբում ունեք, բարի, կարող եք կենթանու անունը գրեք, ձեր թերթիկների վրա անկյունում գրում եք ձեր խմբի անդամների անունները, դա նախորդ կարված պիտի լիներ, բայց, չէ, գրեք այստեղ, որտեղ պատրել է, ձեր խմբի անդամների անունները գրեք, Անուններն է գրեք, տեսնես, վերջ, ապրես, աններ գրիք, այո, անները գրեք, որքոր վերջացում եք, ինչ կենթանի եք ստացել, շուն, ցույց կտակ այստեղ կենթանից, շան գլուխ եք ստացել, շատ է սիրուն է, պատկերացնում եք ավելի շատ կոորդինատներ լիներ ամբողջ կենթանի, ձերը տեսնենք ինչ եք ստացել, դու ինչ կոորդինատներով ես արել, հա, այսինքն գրատախտակի
հա, դու կոորդինատներ ես բերել, կատու ես ստացել։ Դա բարի, ուզեցել ես այդ ձև ես արել, բայց ես դրանք տվեցի։ Տեսնենք դու Բա ինչի համար է այստեղ այսա։ Մի բան այն չես արել։ Չէ, մի բան այն չես արել, ուշադիր նայեք, մի մտածի, մի հատ նայեք։ Ահա, ձեզ շունն էլ ա սիրում, ստացվում։ Ահա, դուք եք վերջացրեցիք։ Դու վերջացել եք։ Լավ, վերջացնում ենք աշխատանքը, հիմա պատրաստի աշխատանքները, որ վերջացել եք, ներկայացնենք Ավետիսյան Վայչը Աբրամյան Անդրանոյան Գորհարությունյան Լիլիա և Անի Ասատրյան Էվա Ավետիսյան Անգել Բարսելյան և Հովանես Էլոյան Մյուս աշխատանքները թերի է, բայց տեսնում եմ, որ կոորդինատները ճիշտ է նշված, որքանը կա։ Այսքանով ավարտենք խմբային աշխատանքը։ Հաղթորեն այս երկու թիմերը, չնայած այս թիմներ կա։ Ահա, կիսատ է։ Ամեն դեպքում այս երկու թիմը ավելի շուտ են ավարտել։ Արդեն բոլորը մենք ձեր հետ դիագրամները կառուցեցինք, ճիշտ է։ Գործնական խմբային աշխատանքը կատարեցինք, ստացանք կենթանի, կոորդինատներով։ Այժմ մնում է թեստային աշխատանք կատարել, որի լինքը QR կոդով տեղադրված է H128, երկրորդ QR կոդն ենք բացում հեռախոսներով, բացում ենք թեստային աշխատանք է, QR կոդերը բացում ենք H128, երկրորդը 7T531 կոդով, այսա պահի վրան բացել ենք, որ խումբը զույգը իր մոտ մեկ հեռախոս ունի, իրար հետ խմբային աշխատանքի միջոցով կատարեք։ Բացել, հարցերին կարդում եք, պատասխանում եք, զույգերով կարող եք աշխատել, չբացեցի, Առանց ձայնի։ Փորձեք աշխատել։ Բանավոր ինքը կարող եք պատասխանել, շատ հեշտ է։ Եթե ոչ գրավոր, արագ աշխատեք։ Ինակ օգնեք։ Գերտուր, ամսի հաջորդ։ Սեք աշխատել է։ Ում կարիք կա օգնելու, ձեր աստակեզ ձեր ապրեք շատ։ Տեսնեմ։ Թույս տվեք պատասխանները։ Ապրեք, բոլորը ճիշտ եք գրել, ապրեք շատ։ Կարող եք շարունակել, այդտեղ նորից աշխատանքներ կան, նույն թեմայի շրջանակում, մտեք, մենյուի ոճակով արժանքների մեջ խնդրեք կգտրեք։ Աշխատեք, շարունակեք աշխատել։
Էլո վերջացել։ Ես տեսնում եմ, որ գրաֆիկներ գծողներ կա, բար մի մտածեք այդպիսի։ Ինչի՞ է գրաֆիկներ։ Պատկերեն այդպիսի գրաֆիկ, բայց ինչ ֆունկցիայի գրաֆիկ է։ Ինչ ֆունկցիայի գրաֆիկի համար է։ Փորձեք աշխատել։ Ինչա՞։ Եթե Y-ները կրկնում եք, տարբեր X-երի Y-ները կրկնում եք։ Էլո վերջացրել։ Երբ որ սխալ պատասխանես, կհասկանաս, որ սխալ էր, ճիշտը նա է, որ կֆիքսես։ Գտա՞ք ուրիշ վարդություններ։ Մատներում ուրիշ վարդություն։ Վերջացնում եք։ Ճիշտ է, մենք վերջացրինք։ Ձեր մի տեսնեմ, քանի ապնենք ճիշտ արել։ Ստուգել։ Բոլորը ճիշտ եք արել, ապնենք։ Ապնենք։ Էլով է վերջացել եք, տեսնենք։ Բացի տեսնենք։ Ապրես շատ, բոլորը ճիշտ են։ Տեսնենք, բացեք։ Այս մեկը սխալ է, կարել, ձեր սխալը տեսել եք, հասկացել եք ինչի համար էր սխալ։ Ոչինչ, նորմալ է, հիմա 10-ը չի, 9-ի գրավոր է, աշխատանք է, նորմալ է։ Վերջացեցին նաև խեստային աշխատանքը։ Սա կրկնություն էր նրա համար, որ վաղը ամփոփիչ գնահատում պետք է ձեր հետ կատարվի։ Մենք ամփոփեցինք ինչ գիտենք, բայց վաղը ամփոփիչ աշխատանքը պետք է լինի գրավոր տեսքով։